Պատմական բոլոր առնչությունները Հայաստանի համար շատ տխուր հիշողություններ են միայն ստեղծել Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի եւ տարածաշրջանի հարցերում միայն դժբախտություններ եւ աղետներ են բերել մեզ եւ դա չի կարող նաեւ մեր որոշումներում չունենալ նշանակություն Իհարկե Վենսի այցը կարևոր է, բայց առաջիկա 2 օրերին սպասվում է նաև ազգային ժողովի նախագահի այց Ռուսաստան Մատվիենկոյի հրավերով եւ նախատեսված է Լավրովի նաև հետ հանդիպում, Ալեն Սիմոնյանը հանդիպելու է Լավրովին եւ չի բացառվում, որ այս հայտարարությունը ինչ որ կերպ նաև զոնդաժ անելու նպատակ ունի Բայց գալով բուն բովանդակությանը, որտեղ հապկն է հիշատակվում, ԵԱՏՄ-ն է հիշատակվում, որպես սահմանապահներն են հիշատակվում եւ ռուսական բազմը, այո, ռազմաբազան, որպես անվտանգության բաղադրիչ այդ բոլորը ուղղակի ծիծաղ է առաջացնում, որտեղ 2020 թվականին, երբ պատերազմ էր, ընդհանրապես այդ բազան նույնիսկ որևէ շարժում ցույց չտվեց, որ ինքը այնտեղ գոյություն ունի Այդ ռազմաբազայի մասին մենք իմացել ենք մերթընդմերթ այն ժամանակ, երբ որ խարփած զինվորները գնդացիրներով գրակահերթ են արձակել Գյումրիի շուկայում օրինակ կամ Ավետիսյանների տանը ուղղակի եղերական սպանություն է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայից փախած զինվորի կողմից